նախ եւ առաջ ես պետք է հիշեցնեմ, որ այսօր 8 օրն է, այսինքն ամսի 8-ին, 8-րդ ամիս, 8 թվական ռուսական չարիքի կայսրությունը հարձակվեց մեր հարևան Վրաստանի վրա։ Այն էլ այն ժամանակ, երբ որ ընթանում էր Օլիմպիադա։ Օլիմպիադան այն միջոցառումներ հələ դեռ հին ժամանակներից, երբ որ դրանով կանխում էին պատերազմները, այսինքն խաղաղության էին տանում ժողովուրդներին, քաղաքներին, ազգերին, մի պատերազմ եք եւ Օլիմպիադայի ժամանակ բոլոր տեսակի պատերազմներն ավարտվում էին։ Դե հիմա տեսեք Ռուսաստանի նենգության աստիճանը, որ իրանք հենց Չինաստանում անցկացվող Օլիմպիադայի ժամանակ հարձակվեցին Վրաստանի վրա։ Եվ ինչու էր Պուտինը այն ժամանակ հանդիսանում էր վարչապետը, ըստ էության Մեդվեդևն էր նախագահն, գնաց Չինաստան, կարծես թե Օլիմպիադայի բացմանը, բայց ինքը իրականում գնաց, այսպես ասած, դաբրոն Չինաստանից ստանալու Վրաստանի վրա հարձակվելու։ Ես դա ընդամենը իդեպ ասեցի։ Եվ մենք տեսանք 18 տարվա ընթացքում ոնց կարողացավ Ռուսաստանը ռուսամետ իշխանության բերել Վրաստանում իշխանության, հա, ղեկի նստացրեց իրանց Իվանաշվիլին, եւ մենք տեսանք նաեւ Իվանաշվիլուն, երբ որ բերում էին իշխանության, բազմաթիվ հանգամանքներ էին բերում։ Ինքը միլիարդատեր է, ինքը աչքը կուշտ մարդ է, ինքը տեսեք Ռուսաստանում բոլոր իր ակտիվները վաճառում է, բոլոր, որպեսզի ոչ մի կապ չունենա, կախվածություն չունենա Ռուսաստանից, այդ խաղիկները։ Այն ինչ որ մոտավորապես այսօր կատարվում է նաև Հայաստանում։ Այսինքն տեսեք, Նիկոլա Արևմտամետը ուզում է փոքրի, բայց չի կարում, բայց ստիպված է բալանսավորված քաղաքականություն վարի, ինչ-որ sense։ Այսինքն այդ երկակի ստանդարտները, որ մարդկանց քնածն են եւ իրանց ուզածը ձեռիդ կատարեն։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր Վրաստանը ամբողջությամբ ռուսական տիրապետության տակ է։ Ժողովուրդը կես միլիոնից ավել ժողովուրդ ոտի վրա հելած ամբողջ Թիլվիսը պաշարել են եւ ոչ միայն Թիլվիսը եւ այդպես էլ ոչ մի բան, իրենք պատրաստ էին իրանց ազգը կոտորել, բայց այդ տարածքը չհանձնել վրաց ժողովրդին։ Այսինքն դա ռուսականն է եւ վերջ։ Ես սա իդեպ հիշացրեցի, որպեսզի մարդիկ հիշեն եւ չմոռանան, թե ինչ կայսրության հետ մենք գործում ենք։ Ինչ վերաբերվում է այն հարցին, որ դուք տվեք, թե ինչ եմ մտածում այս իրողության մասին, ես առանձնապես շատ բան չի փոխվեի մոտ, մտածելակերպի տեսանկյունից։ Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում եղած բոլոր ազատական ուժերը, անհատները պետք է միավորվեն։ Ինչի համար։ Գուցե եւ չկարողանանք իշխանության գանք, որովհետեւ ուղղնուցուցով բանակ տեղական ինքնակառավարման մարմիններ, իշխանություն ամբողջությամբ ռուսական գործակալական ցանցով պաշարված է։ Եվ այդ միջավայրում դժվար գաս իշխանության արդար ընտրություններով։ Բայց այնուամենայնիվ մենք պետք է կարողանայինք միավորվեինք, որպեսզի Հայաստանում ստեղծեինք մի այնպիսի գոնե փոքրիկ ուժ, որի վրա արևմուտքը կարողանար հենվել։ Այսինքն մենք կարողանայինք օգնել մեզ փրկողներին գերիությունից, ռուս, թուրքական ճիրաններից պոկելու process-ին մենք օգտակար լինեինք։ Եվ ես կարծեմ մի անգամ ասել եմ ձեզ մոտ, որ ամենանվաստացուցիչը այն չէ, որ դու այս պահին գերված ես։ Ամենանվաստացուցիչը այն է, որ երբ քեզ փրկում են, դու ինքդ քեզ համար ոչ մի բան չես անում։ Հակառակը, այն վախեցած վայրի կենթանու նման, այն փրկող ձեռը, որ գալիս է քեզ ճիրաններից հանելու, կծում ես, ճանգռում ես, որտեղ եք տեսել այդ կծելը եւ ճանգռումը։ Որտեղ ես տեսել, հենց հիմա ասեմ։ Ինչ կարգի ասես նենք մեղադրանք եվրոպացիների, ամերիկացիների հասցեին։ Հավասարացնում են ամերիկացիների գործունեությունը ռուսական կայսրության գործունեության հետ։ Ամեն ինչում այ ջանը
սարնել իրանց շահերին են, այ ջան, բայց մի անգամ չասեցին, որ 130,000-ից ավել որփանոցներից փրկած ամերիկացիները այսօր հայկական գենոֆոնդը պահպանեցին։ Մի անգամ չասեցին, որ ամերիկացիները կանգնացրեցին այս վերջերս մի քանի տարի առաջ ջերմուկ ներխուժում ադրբեջանական զորքի։ Անգամ մարդիկ կան, որ այն աստիճանի են, ասենք, այդ հանգամանքը տվե անտեսության, որ ասում են, «Յո, տես բան ա եղել»։ Այո, եղել է։ Մի անգամ չեն ասում այդ ասենց ասենք, այսօր կոշիկները փոխած եւ Ռուսաստանի դեմ արտահայտվողները մի անգամ չասեցին, որ երկու անգամ ամերիկացի կայնացրեցին Թուրքիայի ներխուժումը Հայաստան 92 եւ 94 թվական։ Ձեր շատ սիրելի ու թանկարժեք իմ կողմից էլ հարգված նախկին KGB-ի Դավիթ Հարությունյանը ինքը պարզ եթերով ասել է դրա մասին, որ Թուրքիան պատրաստ էր Հայաստան մտնել եւ կայնացրել է իրանց Ամերիկան, որ Թուրքիան Ամերիկայի դեպարտամենտին հայտնել է, որ իրանք պատրաստ են մտնել Հայաստան, իրանք ասել են, բա Ռուսաստանի դաշնակիցն է, ոչինչ, Ռուսաստանի հետ մենք լեզու կգտնենք, իրանք պատասխանել են Ամերիկայից, մեզ հետ չեք կարա լեզու գտնեք, դադարեցեք եւ հանկարծ նման կայ չանեք, այսինքն երկու անգամ ու եթե թուրքական, ասենք, տանկային դիվիզիաները մտնեին Հայաստան, այս ծերից կմտնեին, այն ծերից դուրս կգային։ Եվ հետ գնալու ճանապարհն էլ մի հատ դաբավկա կանեն ու կվերջացնեին Հայաստանը եւ վերջ։ Այսինքն դրա մասին այսպես կոչված ուշքի եկած արտնացածները չգիտեն թե չեն հիշում, որ այսօր մոդայի կդառը Ռուսաստանին քարկոծել, այն յարայի վրա ինչ-որ դեղապետ դնել, դրեք, ասեք, որ Ռուսաստան, բայց ռեալ քայլ չեն անում, ոչ ոք ռեալ քայլեր չեն անում։ Ինչով եք դա բացատրում, Ինչով են դրանով բացատրում։ Մենք ամբիցիաների մասին էինք խոսում, թե ուրեմն ավելի կամ դրանք կարճատես, ինչ-որ չեն տենում, տվյալ վարկյանին համացանցում Ինչ-որ նյութեր հավաքողներ են եւ իրանց գեղեցիկ պաֆոսով ներկայացնողներ են, կամ են էլ ավելի վատ ռուսական գործակալներ են, որոնց թույլ տված է այդ չափով Ռուսաստանին հայոյել, բայց ռեալ քայլ անողներին էլ մեկուսացնել։ Վարկաբեկել, անուն կպցնել, օրինակ իմ եւ ձեր կողմից ճանաչված եւ շատ հարգված մի անձնավորություն Ես վերջերս ինձ հայտարարեց իմ երեսին ասեց, որ դուք զրպարտի չեք։ Եվ ես ասեցի, ինչու համար եմ, ինչու՞մ եմ զրպարտի, այդպես էլ ինքը չասեց։ Թե ինչու՞մ։ Իրանք կարևոր ընդհանրեն այդ բառը կպցնի ու գնա։ Անգամ ես փորձեցի իրեն օգնել, որ այդ զրպարտության բառի տակից կարողանա դուրս գա եւ օրինակ բերեցի, ասի, այո, ես գուցե ասել եմ, որ հայ ժողովուրդը շատ միամիտ է, որ մինչեւ հիմա իրեն կոտորող ռուսական, սովետական, բոլշևիկյան սիմվոլները Հայաստանում տպած են, ասել, հա, այդ հարցում համաձայն եմ, բա որ հարցում ես, եթե այդ հարցում համաձայն ես, բա որ հարցում համաձայն չես, եւ դու ինձ զրպարտիչ ես անվանում, այնինչ իրական զրպարտիչը հենց ինքն է, հենց ինքը, որովհետև հենց ստեղ 4 հոգու ներկայությամբ եւ ձեր ներկայությամբ նա հայտարարեց, որ հայ ժողովուրդը կեղեկ է եւ թալանել է Ռուսաստանին։ Դա իր ասածներն են։ Եվ այսօր զրպարտիչը ես եմ դառնում։ Ես չեմ ուզում հիմա կոնկրետ անուն տալ, ում մասին որ ես ասում եմ ինքը լավ հասկացավ։ Լավ հասկանում է թե ինչ եմ ասում։ Եվ իմացեք բոլորը թող իմանան։ Բոլոր տեսակի Ռուսաստանի ջրաղացին ակամայից, վախից, թե ինչ-որ այլ հանգամանքներից դրդված ջուր լցողները պատասխան են տալու, անկախ իրանց անցած ճանապարհից։ Անկախ, այո, մարդը հնարավոր է մի փուլ ազգային նվիրալ գործունեություն անի։ Բայց եթե հետագայում այդ կատարած ազգային գործունեությունից հետո ինչ-որ ձև դու արդեն աջակցում ես Հայաստանին կեղեքող կայսրությանը կամ դրա մասին ձեն չես անում, ուրեմն դու կամ փոխվել ես քո հայացքներում կամ ծերացել ես եւ
չես տենում այդ բաները։ Լավ, պարոն Սողոքյան, դա անձերի Անձերի բան չի, սա համակարգային է։ Ես հիմա ասեմ հաջորդը։ Ես մի հաղորդման ժամանակ մի քանի հաղորդում, այսինքն նայեց, էլի մի գործիչ է, այլ գործիչ։ Այլ ժամանակին բավականին լոյալ էր, հա, թե իշխանությանը, թե Ռուսաստանին, սուր գնահատականներ չէր տալի։ Էս վերջերս քանի ամիս է ամեն հաղորդում Ռուսաստանին մի դրելա քացուտակ քցումա, չգիտի արդեն ոնց։ Արասեսի դառա մերոնք ական։ Էսի ճիշտ ուղու վրա է։ Բայց կասկածում էի, ասում եմ, սենց կտրուկ, մարդը չի կարա փոխվի։ Մարդը եթե տես կտրուկ փոխվում է, գոնե իր անցած ճանապարհի ընթացքում կատարած այլ հայտարարությունները ինչ որ ձևով բացատրություն է տալի։ Եթե չի տալի ու կտրուկ փոխվում է, ու իրան թվում է թե ժողովուրդը այն աստիճանի արդեն հավադառ է, որ կարող է չհիշի մի 4-5 ամիս առաջ ինքը ինչ էր խոսում։ Հիմա այդ մարդուն ես հետևում եմ։ Փազլը ընկավ տեղը։ Ամեն ինչ է իբր ինքը այդ վստահությունը ձեռք է բերում մարդկանց մոտ, որ ինքը հակառուսական կայսրության գործիչ է դառը, էս այն է, բայց վերջի հաղորդման ժամանակ լսում եմ, տրիպի ճանապարհը չպետք է բացվի, շո վերջ։ Բավ տիպայ այդ ճանապարհը։ Դու ի վիճակի ես տրիպի ճանապարհ փակես, փակող էիր, Լաչինի ճանապարհը փակեիր, Արցախը փակեիր։ Այսինքն այդ հիմար խոսակցությունները, այդ հիմար մեկնաբանությունները, որ հաստատ գիտես մի կողմից Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան եւ դրանց գումարած տարբեր տեսակի տերորիստական մոջախետական խմբավորումները ընդդեմ փոքրիկ Հայաստանի դու ոչ մի բան ես։ Եվ այդ ամբողջի մեջ չնշել փրկության ճանապարհը, չնշել, որ գիտեք ինչ կա դրանց դեմ, մենք չենք կարա առնենք, ինչ Սյունիք, ինչ Գեղարքունիք, ինչ Շիրակ, ինչ Արարատյան մարզ, ես ինչի մասին են խոսում, և չասել, որ փրկությունը հենց այդ տրիպի ճանապարհն է, ես կվերանվանեմ, ես արդեն ասում եմ, որ դա տրիպի ճանապարհ չի, դա տրիպի շլամբաումն է, այո, հենց շլամբաումը, որ տարբեր տեսակի ռուս, թուրքա, չինական, ադրբեջանական ու տարբեր տերորիստական խմբավորների կալիդոր չդառնա, միջանցք չդառնա, որ ուզենան նարկոտիկ տանեն, ուզենան զենք տանեն, ուզենան տերորիստական խմբեր տանեն, ինչ ուզենան են, հա? Չեմ արդը դրել ասմա, միրգ եք տանում, խնդրեմ տարեք, կոստումներ եք տանում, խնդրեմ տարեք, շինանյութ եք տանում, խնդրեմ տարեք, ով ած ես խանգարում, հենա Հայաստանի օրենքները, ասենք, կնիքը խփում են վրեն, տրանզիտային տարեք, տրանզիտի համար էլ մուծեք, գնացեք եկեք, ինչա, չէ, չապետի բացվի, մեզի թակած ունեն իրանք շինանյութի վրա էլ, մրգի վրա էլ, մյուսի վրա էլ, իրանց հետարկիրա, իրանց նարկոտիկներն ու տրաֆիկինգները տարբեր տեսակի, այս է ամբողջը, և ես բոլոր մնացած քաղաքական գործիչները, ես 1-2-ին օրինակը բերեցի, ովքեր խոսում են այսօր կոշիկները փոխած, կաշիները փոխած, Ռուսաստանի դեմ, դա ընդամենը ժամանակ, ես հետևում եմ, ասում են, որովհետև իրանք չեն կարող այդ սելավակայնացնեն, այսինքն իրանք հանձնարարական են ստացել, այդ ասողների դերում իրանք լինեն, հակառուսականը, բայց վերջում կրիտիկական պահին ուր կտանեն կկայնացնեն, հերթական սրբազանի կողքը կտանեն կկայնացնեն, հերթական Տաշիր Սամոյի կողքը կտանեն կայնացնեն, այսինքն ընդդիմական դաշտում առաջնորդությունը նաև այդտեղ են վերցնում, իրանց թույլ տված է Ռուսաստանին բան ասել, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին, իրականում Ռուսաստանին ասում է, բայց իրականում ինչ անում, Ղազախստանում ինչ ասեց, կեզ ով է թույլ տվել Հայաստանի բյուջեից ավելի շատ գումար տաս ինչ-որ մի կազմակերպությանը, որը ըստ պայմանագրի պետք է մեզ պաշտպանել, ու չի պաշտպանել, դու դրան ավելի շատ գումար ես տալի, քան ստանում ես, Նիկոլ Փաշինյան ասեց, 300 միլիոն, ինչ-որ թիվը կոնկրետ չեմ հիշում, որ մենք տալիս ենք
ԵԱՏՄ-ին, բայց ստանում ենք դրանից եկամուտ 200 քանի միլիոն։ Այսինքն մինուսով ես։ Քեզով է թույլ տվել մեր գրպանից մինուսով աշխատես։ Դուրս արի ԵԱՏՄ-ից։ Դու գնացի աղաչում ես զանգելա Պուտինի հետ խոսացելա, եկեք ինչու չեք ընդունում մեր ապրանքները։ Հա? Բայց ինչ իրավունք ունի ինքը մեր ապրանքները չընդունելու, եթե ԵԱՏՄ-ի մեջ ես։ Դու փաստացի այդ կազմակերպության մեջ ես։ Ամեն ինչ անում, ինքը անգամ չի հանդգնում, ասի, արա դուք ինչ գործ ունեք вообще տրիպի հետ։ Ամեն ինչ անում, որ Չինաստանը, Ռուսաստանը մասնակից առան տրիպի մեջ մաս կազմեն։ Ո՞վ եք դուք։ Ինչով է անում։ Հա? Ձեն չանելով։ Ձեն չանելով, այսինքն Ձեն չանելով։ Ես ես ասեմ, Օրմուսի նեղուցը ինչքան որ ասենք նշանակություն ունի կոնկրետ այդ տարածաշրջանի, հա, Բախրեյն, Քուվեյթ, Իրան, հա, Սաուդյան Արաբիա, ինչ որ այդ մաս մի խումբ պետությունների հետ եւ բավականին մոտ 25-ից 30% ազդեցություն ունի աշխարհի նավթի շարժի վրա այդ Օրմուզին, ասեմ ձեզ, որ տրիպի ճանապարհը դրանից էլ ավելի մեծ նշանակություն ունեցող կետ է աշխարհում։ Բայց դուք տրիպի նշանակության մասին եք խոսում, հիմա հետ գանք, դուք ասեցիք Ռուսաստանի մասնակցությունը տրիպին Փաշինյանը չի կանխում, չգիտեմ, ինչպես ձևակերպեցիք։ Այդ թեման մի քիչ Ռուսաստանը մի քանի անգամ իմ հարցներ այնուամենայնիվ պատրաստ է լինել տրիպի ճանապարհի մաս կազմակերպություններից, որ մտնի տեղ։ Հայաստանյան կողմը ոչ մի կերպ չի արձագանքել դրան, դա նշանակում է լրակյաց համաձայնություն։ Որովհետև ինքը չի ասել, լսի, երբ որ ես հարվածները ուտում էի նաև քո կողմից, նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, 9-1-1-ի ժամանակ, այսինքն նոյեմբերի 9-ին, երբ որ կանչեցիք Մոսկվա, չհասկացա թե ինչ եք ստորագրել տալի, ենել առանձին, Ալիևին առանձին, Իրան առանձին։ Այդ 9-րդ կետը դու ես մտցրել այդտեղ։ Ինչի հիմար, որպես ինչ, հետո հայ ժողովրդին հանգստացնում էին, ասում են ժողովուրդ մի վախեցիք, դրանից վատ բան չկա, դա թուրքական կողմը չի օգտվելու, ՖՍԲ-ն է հսկելու, արխային եղեք, հենց ՖՍԲ-ի հսկած Արցախը տեսանք ինչ եղավ։ Այսինքն, երբ որ այսօր ռևերսով արդեն միջազգային իրավունքի ներքո արդեն ինքը հայտ է ներկայացնում Ռուսաստանը, որը դե մասնակիցը դառնա, Նիկոլը вообще ձեն չի անում, որ գիտեք ինչ կա, դուք ձեր երգը երգել եք։ ԵԱՏՄ-ում ենք, հա, ենթարկում ենք, որ ասենք բալանսավորված քաղաքականություն ես անում, ասենք, լավ, ընդունենք, չնայած ես համոզված եմ, որ դա բալանսի բան չի, դա մգոնել են մի բանի համար, որ իր անգործությունը, մեր թշնամի ռուս-թուրքական ճիրանի այդ դեմ իր անգործությունը արդարացնի, որ բալանս է անում։